Տիկին գլխավոր դատախազ, շնորհակալություն մանրամասն զեկույցի համար։ Մի սենց հարց, քննչական կոմիտեի ղեկավարը իր զեկույցում նշեց, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել գործերից մեկով։ Հիմա ես ուզում եմ հասկանալ այդ մարտի 1-ի քննության ամբողջ պատմության ընթացքում քանի անձանց նկատմամբ ուրեմն հայտարարվել հետախուզում, արդյոք տեղյակ եք թե որ պետությունը որտեղ են գտնվում այդ անձիկ մասին խոսքը գնում է, այդ բոլոր պետությունների հետ էքստրադիցիայի համաձայնագիր Հայաստանի Հանրապետությունը ունի թե չունի եւ դատախազությունը ինչ ջանքեր է գործադրում այդ մարդկանց հետ ստանալու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Մարտի 1-ի գործի հետ կապված Գևորգ Կոստանյանը եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են հետագայում պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծման եւ գործի քննություն ըստ էության խեղաթյուրելու դրվագներով, դրանք բուն մարտի 1-2-ի գործողությունների հետ փոխկապակցված չեն, փոխկապակցված են հետագայում կատարված դիրքային չարաշահումների հետ։ Երկու անձի մասով էլ քննչական խմբի ղեկավարի եւ Կոստանյան Գևորգի մասով մեր ունեցած տվյալներով այդ անձին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանի Դաշնության հետ մենք աշխատում ենք բազմակողմ պայմանագրի շրջանակում, այս պահին դա Քիշնևի կոնվենցիան է, բայց այս պահին չունենք ռուսական կողմից համաձայնություն այս անձանց արտահանձնելու, թեև նշեմ, որ դատախազությունը կրկին առաջիկայում հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն, խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը։ Այս առումով նաև մի հանգամանքի վրա կցանկանամ ձեր ուշադրությունը հրավիրել, միջդատական վարույթում գտնվող գործով ունենք նաև Կոստանյան Գևորգի եւ նրա կնոջ կողմից պաշտոնական եւ ոչ միայն պաշտոնական հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված որոշակի գույքային միջոցների օրինականությունն է վիճարկվում եւ այս պահին դատարան է ուղարկված Գևորգ Կոստանյանի կնոջ Լիլիթ Կոստանյանի վերաբերյալ դրվագը, նշեմ, որ Կոստանյանները բացի մարտի 1-ի հետ կապված գործից մեղադրվում են նաեւ չարաշահումների եւ փողերի լվացման մեջ եւ այս պահին դատարանում գտնվում է կնոջ դրվագը, որովհետեւ Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը Հայաստանի Հանրապետության տարածքում է եւ կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել։